Բարեկամներ, ողջույն։ Մանդատ վերցնել թե չվերցնել, սա է խնդիրը։ Ինչ սցենարներ են բացվում ընտրություններից հետո Հայաստանում, փորձենք հասկանալ միասին։ Այսպիսով, Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորում է շատ հետաքրքիր քաղաքական մի իրողություն։ Մի կողմից եվրոպական կառույցներից եւ մի շարք արևմտյան դերակատարներից հնչում են շնորհավորանքներ եւ ընտրական գործընթացի արդյունքների ընդունման ազդակներ, շնորհավորանքներ, մյուս կողմից պաշտոնական Մոսկվան պահպանում է լռությունը, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ձեզ քաչ հայտնի Զախարովան շարունակում է կոշտ գնահատականներ հնչեցնել, խոսելով աննախադեպ կեղծիքների եւ ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին։ Իդեպ եթե դիտեք, թե ռուսական մեդիայում ինչ մեկնաբանություններ է գնում ընտրությունների պրոցեսների մասին, կապշեք ուղակի, սակայն հետընտրական գլխավոր ինտրիգը այսօր ոչ այդքան արտաքին ինչ-որ արձագանքներն են, որքան ընդդիմության վարքագիծը։ Քաղաքական դաշտում ակտիվորեն շրջանառվում է վարկած, որ ընդդիմադիր ուժերից մի քանիսը կարող են հրաժարվել ստացած մանդատներից ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու նպատակներով։ Այս ֆոնին Ալեն Սիմոնյանը հրապարակում է տեսանյութ եւ ասում, որ որևէ բան չի փոխվի եւ չի խոչընդոտելու նոր խորհրդարանի աշխատանքներին, եթե անգամ նրանք հրաժարվեն իրենց մանդատներից։ Մենք մի քանի սցենար ենք դիտարկում, եթե ընդդիմությունը վերցնի մանդատները։ Սա ամենաավանդական եւ քաղաքական տեսանկյունից առավել արդյունավետ տարբերակներից մեկն է։ Մանդատներ ստանալու դեպքում ընդդիմությունը կստանա խորհրդարանական ամբիոն, մշտական հանձնաժողովում, ներգրավվածություն, վերահսկողական լծակներ, հանրային օրակարգի ձևավորման հնարավորություն եւ ոչ միայն։ Նման դեպքում քաղաքական պայքարը կտեղափոխվի ինստիտուցիոնալ հարթակներ, այլ ոչ թե ինչ-որ փողոցային վիճակների մեջ։ Ընդդիմության համար սա նաև հնարավորություն է պահպանելու սեփական ընտրազանգվածը, ցույց տալով, որ ստացած ամեն մի քվեն նրանք չեն նետում աղբամանը, այլ վերածում են քաղաքական ներկայացվածության։ Միևնույն ժամանակ մանդատ վերցնելը կարող է ընկալվել որպես ընտրությունների արդյունքների փաստացի ընդունում, այսինքն մենք ճանաչում ենք ընտրության արդյունքները, ինչը իհարկե դժվարեցնում է ընտրության լեգիտիմության հետ պայքարի որևէ ռազմավարություն։ Տարբերակ համար երկրորդ, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, այստեղ արդեն սցենարը որոշակի քաղաքական առումով ավելի աղմկոտ է դառնում, սակայն գործնական հետևանքները կրկին սահմանափակ են, խիստ սահմանափակ։ Հայաստանի սահմանադրական համակարգը չի նախատեսում խորհրդարանի լուծարում միայն այն պատճառով, որ ընդդիմությունը հանկարծ հրաժարվում է վերցնել մանդատները։ Ընդհանրապես, մանդատներից հրաժարվելու դեպքում դրանք փոխանցվում են ցուցակների հաջորդ տեխնացուներին, իսկ եթե ամբողջ քաղաքական ուժը, այսինքն ովքեր որ կան ցուցակում բոլորը հանկարծ հրաժարվեն մասնակցությունից, խորհրդարանը միևնույն է կարող է գործել, եթե ապահովված լինի անհրաժեշտ քվորումը։ Հենց այս իրողությունն են գծում Ալեն Սիմոնյանը իր տեսանյութում, որ ընդդիմության հնարավոր բոյկոտը չի փոխելու քաղաքական մեծամասնության ձևավորման փաստը, բայց, այդտեղ մեծ բայց կա, քաղաքական հետևանքները կարող են իհարկե կոշտ լինել, խորհրդարանում ընդդիմության բացակայությունը իշխանությանը կթողնի առանց ինստիտուցիոնալ հակակշռի, իսկ ընդդիմությունը կփորձի պայքարը տեղափոխել փողոց եւ միջազգային տարբեր հարթակներ պնդելով, որ խորհրդարանը չի արտացոլում քաղաքական բազմակարծությունը եւ կասկածի տակ կարող է դնել որոշումները։ Ինչու է ընդդիմությունը լռություն պահպանում եւ ինչով է դա ուշագրավ։ Ընտրություններից հետո ընդդիմադիր բևեռների զգալի մասը դեռևս վերջնական որոշում չի հրապարակել, որոշ տեղեկություններով նրանք շոկի մեջ են, դեռ չի սպասում, որ արդյունքներ կլինի։ Այս լռությունը կարող է նշանակել, որ ներսում շարունակվում են քննարկումները երկու ռազմավարությունների միջև, այսինքն վերցնել մանդատները թե չվերցնել մանդատները։ Առաջինը խորհրդարան կարող են մտնել առաջին տարբերակով պայքարել այնտեղից, երկրորդ վարկածը հրաժարվել մանդատներից եւ պահանջել չճանաչել, արդյունքները եւ գնալ պայքարի։ Խնդիրը այն է, որ երկրորդ տարբերակը շատ բարձր ռիսկեր է պարունակում մեր ընդդիմության համար։ Ընդհանրապես Հայաստանի քաղաքական փորձը ոչ մի անգամ, մի քանի անգամ ցույց է տվել, որ երկարաժամկետ բոյկոտները հաճախ հանգեցնում են ընդդիմության ավելի թուլացմանը։ Մենք տեսնում ենք այդ վիճակները, կարծում եմ կհիշեք, Բաղրամյանը փակում էին, նստում էին, հետո հոգնում էին, գնում էին տուն եւ այդ ամենը ավարտվում էր, երբեմն որոշ ավելի այսպես գանգրենոզ իրավիճակներում գտնում էին 90-ականներից քաղաքական գործիչ,
ով գալիս էր 80 անց եւ ասում էր, որ մեզ ապագա է բերելու, բայց դա էլ էր հետաքրքիր։ Ինչևէ, բարեկամներ, եթե ընտրությունների արդյունքները իսկապես զանգվածաբար կեղծված լինեին, այս իմ կարծիքն է, արդյունքները, այսինքն բառացիորեն գողացված լինեին ընտրողներից, խեղաթյուրված լիներ, ապա հանրային արձագանքը դժվար թե սահմանափակվեր քաղաքական տխուր հայտարարություններով։ Հայաստանի նորագույն պատմության մեջ մենք քանիցս տեսել ենք, ես էլ եմ մասնակցել այդ process-ներին, որ երբ հասարակությունից գողանում են ընտրությունը, մարդիկ դուրս են գալիս փողոց առանց կուսակցության հրահանգների, առանց ուղղորդման, նրանք դուրս են գալի պահանջելու արդարություն, առանց կազմակերպված մոբիլիզացիայի կամ առանց երկար բարակ սպասելու։ Այդպիսի իրավիճակում քաղաքական առաջնորդները սովորաբար ոչ թե առաջնորդում են գործընթացը, այլ փորձում են հասնել հասարակական ալիքի ետևից։ Այս անգամ պատկերը բոլորովին այլ է։ Քաղաքը ապրում է իր բնականոն ռեժիմով, հանրապետությունը ապրում է իր բնականոն կյանքը, այսինքն զանգվածային բողոքի ակցիաներ չկան, բան ավելին ասեմ, որոշ պարագաներում ես շնորհավորանքներ եմ տեսել, բայց դա էլ է ուրիշ պատմություն։ Փողոցներում զանգվածային դժգոհությունը չի երևում, Բաղրամյան պողոտան փակ չէ, հազարավոր քաղաքացիներ չեն պահանջում վերանայել արդյունքները, ավելին հանրային դաշտում շարունակաբար ի հայտ են գալիս նյութեր եւ տեղեկություններ, որոնք հակառակ հարցադրումն են առաջ բերում, սկսած Զվարթնոց օդանավակայանի արձանագրված կադրերից, որ հազարավոր մարդիկ այսպես հերթի մեջ են, ովքեր եկել էին ենթադրաբար մասնակցելու ընտրության եւ հիմա շտապում են հեռանալ, մինչ տարբեր գաղտնալսումներ կազմակերպված ընտրական աշխատանքների մասին հրապարակումներով։ Դրանք անկախ իրավական գնահատականներից ձևավորում են մի տպավորություն, որ իշխանության օգտին ստացած ձայների զգալի մասը եղել է ոչ թե պատահական, այլ երկարատև եւ համակարգված քաղաքական աշխատանքի արդյունք։ Եվ այսպիսով, այս իրավիճակում այստեղ ընդդիմության համար առաջանում է ամենացավոտ հակասությունը, եթե ինչպես ամիսներ շարունակ նրանք պնդում էին տասնյակ հարթակներով, իշխանությունը չունի հանրային աջակցություն, իշխանության ռեյտինգը հազիվ 3% լինի, հիշում եք, այս բաներ էին ասում, ապա այսօր առնվազն Բաղրամյան պողոտան պիտի փակ լիներ բողոքի մարդկանց հազար ու հազար քաղաքացիներով, ովքեր պետք է ասեին մի րոպե, այսումից եք գողանում ընտրությունը։ Այնպես որ պետք է նաև հաշվի առնենք, որ արտաքին ազդակներ եւս կան, Ռուսաստանի զգուշավոր արձագանքներն ու Զախարովայի կոշտ հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան դեռևս վերջնական քաղաքական գնահատական չի տալիս ստեղծված իրավիճակին, ավելին ենթադրություններ կան, որ Մոսկվայում նոր սցենար է գրվում Հայաստանի համար։ Միաժամանակ եվրոպական ուղղությամբ հնչող դրական ազդակները վկայում են, որ արևմուտքը հակված է աշխատել ընտրությունների արդյունքում ձևավորած իշխանության հետ։ Այս պայմաններում ընդդիմության որոշումը դառնում է ոչ միայն ներքաղաքական, այլ արտաքին քաղաքական շատ կարևոր հարց։ Այս պահին ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե ով ինչպես հաղթեց ընտրություններում, այլ այն, թե ինչպես կաշխատի մեր բազմաչարչար խորհրդարանը։ Մանդատ վերցնելը նշանակում է երկարատև քաղաքական պայքար խորհրդարանի ներսում, բայց ավելի շատ ոչ թե պայքար, այլ իշխանության process-ների արգելակ, տորմոզ, ցանկացած հարցում հակադրում, մեծ հաշվով խորհրդարանի ֆունկցիայի ձախողում, դրա մասին ընդդիմությունը արդեն խոսում է։ Այնինչ կատարվում էր վերջին 5 տարիների ընթացքում, մենք կարծես թե պատրաստվում ենք եւս 5 տարի հետևել։ Այս խորհրդարանը ձևավորել եք դուք, հարգելի բարեկամներ, շատ մի զարմացեք, դուք եւս ձեր մեղքի բաժինը ունեք, սակայն մեկ բան արդեն ակնհայտ է։ Անկախ ընդդիմության ընտրած ճանապարհից իշխանության ձևավորումը չի կասեցվի, իսկ քաղաքական գործընթացների հաջորդ փուլը որոշելու է այն բանի արդյունքում, թե արդյոք ընդդիմությունը նախընտրում է պայքարել համակարգի ներսում, թե համակարգից դուրս։ Ապրենք կտեսնենք, իսկ դուք մտածեք այդ ուղղությամբ։